Կողքինի տասա դու երանելի ես։ Երանելի ես, որովհետև Տիրոջ տան մեջ ես։ Սաղմոս 29-ում ասում է. Տիրոջը տվեք, ով հզորներ, Տիրոջը տվեք փառք ու զորությունը։ Տիրոջը տվեք իր անվան արժանի փառք ու սրբության գեղեցկությամբ, Տիրոջը երկրպագեցեք։ Եկեք կանգնենք ոտքի ու շարունակենք երկրպագենք Տիրոջը։ Այո, Տիրոջը երկրպագեցեք, օրհնեցեք։ Եկեք այսօր բացենք մեր սիրտը Տիրոջի առջև, ասենք Տեր։ Այո, եկել ենք օրհնելու, ինչպես եղբայրս ասաց, գովերքելու եւ քո մեծ փառքը Տեր, պատմելու եւ երկի միջոցով Տեր, որպես աղոթք բարձրացնելու դեպի քեզ Հայր։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Հայր։ Եկել է հոգսերս վերցրու արտասվող աչքերս շորացրու ընկացիս քո խաչին մոտեցրու մեռացեմո կյանքով ապրեցրու խոստումիդ համաձայն քեզ եկա Սուրբ խաչի անուտակ մտա Ներին սիրին սուգտա ընկացիս մեռացիս ընկացիս մեռացիս որմյա առանց քեզ Տեր Հիսուս առանց քեզ Տեր Հիսուս կյանք չկա Կենարա արյունը ծողեցրու նորոգին իմ զորացրու մեղքերս ինձանից հեռացրու ու ինձ կոներ գայությամբ լցրու
բայց քեզ հետ Հիսուս մենք ամեն բան կարող ենք ասա ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով բայց ինձ զորացնող Քրիստոսով մենք երկրպագում ենք քեզով Աստված եկել ենք քո առաջ ամբողջովին այնպես ինչպես որ կանք Տեր ահա մեր անձերով Աստված եկել ենք միաբանվել քեզ երկրպագելու մեծարելու քո սուրբ անունը Տեր քեզ ենք նվիրվում ամբողջովինով Աստված արա այնինչ քո կամքն է Տեր արա այնինչ դու ես ծրագրելով Աստված մենք հանձնվում ենք քեզ որովհետև քո ծրագրերը կատարյալ են քո պես որովհետև քո ծրագրերը սուրբ են բարի հաճելի եւ կատարյալ մենք մեծարում ենք քեզ ենք նվիրվում ամբողջովին եւ վերել ենք քո ոտքերի առաջ ամեն ինչ որ ունենք որովհետև քեզանից է քեզ եմ նվիրում սիրտային քեզ եմ անձայվում ամբողջովին քեզ եմ նվիրում սիրտային
բարձրացնել ձեռքը դեպի երկինք, ասել Տեր, ես այսօր ուզում եմ Տեր, ապաշխարեմ Տեր եւ քո կամքի համեմատ քայլեմ։ Ների իմ մեղքերը Տեր, ների իմ գործած գիտակի ցոն գիտակ մեղքերը Տեր։ Այո, ես ուզում եմ Տեր կատարյալ ապաշխարություն իջնի Տեր ինձ վրա, իմ ընտանիքի վրա Տեր, իմ Հայաստան աշխարհի վրա Տեր, եւ իմ բոլոր ընթացքների վրա Տեր։ Ուզում եմ Հայր փոխես իմ հանդերձները Տեր։ Եվ այն հանդերձները տաս ինչպես դու ես կամենում Հայր։ Ուզում եմ քո օրհնությունը տաս եւ քո թան յուղովոցես ինձ Տեր։ Եվ նորովի սիրտ տաս Տեր։ Ես ուզում եմ քայլել այնպես ինչպես դու ես ուզում Տեր։ Գիտեմ որ շատ եմ դժվարանում, տկարանում Տեր, բայց այսօր ուզում եմ Տեր խոստովանել իմ մեղքերը Տեր, իմ դժվարությունը Հայր։ Ասել քեզ Տեր, ուզում եմ Տեր կատարյալ ապաշխարություն իջնի իմ կյանքի վրա։ Ես ուզում եմ այո փոխվեմ Տեր եւ իմ փրկության բաժակը վերցնեմ Տեր եւ իմ խաչը վերցնեմ եւ քայլեմ քո ճանապարհով։ Ոստի կանչում ենք քեզ Սուրբ Հոգի այս վայրում։ Կանչում ենք Տեր եւ խնդրում ենք քեզ Սուրբ Հոգի, որպեսզի դու փոխես Տեր, որպեսզի դու փոխես իմ ընթացքները, մեր ընթացքները Տեր։ Ահա այս եկեղեցին Տեր, ահա իմ քույր եղբայրները, ահա քեզ սիրողները Տեր։ Ահա այն մարդիկ ովքեր քեզ են ուսացել եւ իրենց հաջորդ քայլն քեզ են վստահում Տեր։ Ես ուզում եմ Տեր, որ վերցնես իմ վերքերը Տեր եւ նորոգես Հայր։ Վստահ իմ ճանապարհի դժվարությունը Տեր եւ կանաչով լցնես Տեր։ Ես հանձնվում եմ Տեր։ Մենք հանձնվում ենք Տեր եւ կանչում ենք Տեր քո կատարյալ Տեր օրհնություն այս վայրում։ Փառքերը քեզ։ Ասա քո ձեռքը հանես, այո ինձ մեղքերից հանեց Արցունքներս մաքրեցիր, վերքերից դարմաններ, արյունովդ ինձ հավետ պրկեցիր, քո աչքերը ինձ տեսան, քո հայացքը ինձ գտավ, քո սուր ձեռքը վեր հանեց ընկածից, Արցունքներս մաքրեցիր, վերքերից դարմաններ, արյունովդ ինձ հավետ Այո ինձ փրկեցիր, հալելույա, ողջ մարդը քեզ, ասա փրկության բաժակը վերցնեմ, օրհնության սիրո խոսքեր կբարձրացնեմ, Սուրբ տաճարիդ մեջ քեզ օրհնություն կերքեմ, ողջակով եւ ողջ սրտով քեզ կօրհնեմ, փրկության բաժակս կվերցնեմ, օրհնության սիրո խոսքեր կբարձրացնեմ, Սուրբ տաճարի մեջ քեզ սաղմոսներ կերքեմ, ողջ հոգով եւ ողջ սրտով քեզ կօրհնեմ, Սուրբ Հոգին քեզ կզորացնի, քեզ կլցնի, այն հանձնվիր, ասա Տեր, ուզում եմ այո քո Սուրբ տաճարի մեջ քեզ օրհնել, քեզ օրհնություն, քեզ սաղմոսներ երգել, քեզ երկրպագելու փառաբանել Տեր, իմ շուրթերը ուզում եմ երգի քեզ Տեր եւ օրհնի, բարձրացրու քո շուրթերը նրան, քո ձեռքը նրան, դու օրհնի, թող քո երկրպագությունը բարձրանա դեպի նրան։ Հանդերձներս փոխեցիր, պատմության ինձ հագցրիր, իմ գլուխը նոր յուղով բացեցիր, նորավամբ ինձ կանչեցիր,
Այո, ով սրտով եւ ով ճոքով օրհնի նրան, որտեվ Տեր ասեց, որ այսուհետև ինչ որ մի տեղ չի լինելու, որ կոնկրետ այդ տեղից պիտի օրհնենք, այնպես որ բացիր քո սիրտը եւ օրհնիր նրան։ Այս երկերը թող հաճելի լինեն Տիրոջը, թող այս աղոթքները բարձրանան դեպի մեր Աստծուն եւ իր շնորհքը, իր օրհնությունը թող իջնի եւ այն իմաստությունը, որ կա Տիրոջից, թող իջնի մեզ վրա։ Թող նրա ձեռքը ամեն օր մեզ լցնի եւ մեզ օրհնի։ Այո, Աստված մեր հայր մեր, մենք կանչում ենք քո անունը Տեր այս վայրում։ Օգնիր եւ ուշուր Տեր ամեն մեկից Տեր, մենք ունենք այդ կարիքը Տեր։ Մենք ունենք այս ունայն աշխարհում Տեր քո ուժի եւ քո զորության կարիքը Տեր, որպեսզի շարժվենք ճշմարիտ ճանապարհով Տեր։ Օգնիր Տեր, որ կարողանանք երկրպագել քեզ Տեր։ Օգնիր Տեր, որ խոնարհվենք Հայր, որպեսզի կարողանանք Տեր անել այնպես ինչպես դու ես կամենում։ Ոչ թե անենք այնպես ինչպես մեր կամքն է Հայր, այլ անենք այնպես ինչպես դու ես կամենում։ Թող Սուրբ Հոգին օգնի, որ գիտակցենք այդ ամենը եւ այն ճանապարհի վրա մնանք, որ Տերը նախատեսել է։ Այսօր եթե դժվարություն ունես, ուզում եմ բացես քո սիրտը եւ այդ հոգսը եւ այդ դժվարությունը պատմես Տիրոջ եւ ասես Տեր, ես այսօր ունեմ դժվարություն, ես այսօր ունեմ հոգս, ես այսօր ունեմ հիվանդություն, ես այսօր ունեմ տկարություն, ես չգիտեմ դու ինչ ունես, բայց Տերը լավ գիտի։ Ուստի ուզում եմ բացես քո սիրտը, ասես Տեր, այսօր եկել եմ հանդիպելու եւ վստահ եմ, որ քեզ հանդիպելուց հետո Տեր ամեն ինչ հարվելու է եւ ամեն ինչ նորոգվելու է։ Եթե վստահում ես, կարող ես ասել ամեն եւ բարձր ծափարել Աստծուն, ասել Տեր, ես վստահում եմ քեզ, ես վստահում եմ Սուրբ Հոգուն, ես վստահում եմ Տեր, որ իմ հետագա ընթացքերը դու ես նորոգելու Տեր։ Եվ այն դժվարությունը Տեր ուրախություն ալինելու Տեր։ Ես չեմ կարողանում տեսնել ամեն ինչը, բայց ես ուզում եմ, որ իմ հոգևոր աչքերը բացես Տեր եւ ես տեսնեմ այն ամենը, ինչ նախասահմանել ես մեր կյանքերի համար։ Օգնիր մեզ երկու, մեզ օրհնիր, մեզ այո Տեր, օրհնող շուրթեր դու որ ամեն անգամ եկենք քեզ Հայր։ Աստված մեր եւ հայր մեր, օգնիր մեզ արքա մեր, մեզ ուշտուր ու կանչիր մեզ, օգնիր մեզ մոտենան քեզ, Աստված մեր եւ հայր մեր, օգնիր մեզ արքա մեր, պահիր մեզ քո կյանքի մեջ, պահիր մեզ քո խոսքի մեջ, քո շնորհքն է պահողը, քո ձեռքն է օգնողը ամեն անգամ
Քո շնորհքն է ահողը, քո ձեռքն է օրհնողը, Կարող ես ասել, որ ամեն անգամ ինձ սորացնող իմ Տեր։ Սորացնողը, քո շնորհքն է լցնողը, քո ձեռքն է օրհնողը, ամեն անգամ մեզ դիացնողը, քո շնորհքն է պահողը, քո ձեռքն է օրհնողը, ամեն անգամ զորացնողը, քո շնորհքն է լցնողը, քո ձեռքն է օրհնողը, ամեն անգամ մեզ դիացնողը, Աստված մեր և այր մեզ, օգնիր մեզ, արքան մեր, մեզ երկրոր գովելու քեզ, մեզ երկրոր օրհնելու քեզ, երկելու քեզ, օրհնելու քեզ, երկրպագելու քեզ։ Կարող ես սափարել Տիրոջը եւ ասել, թող փառավոր լինի քո անունը Տեր։ Այո, թող փառավոր լինի մեր Հայր, Որդին եւ Սուրբ Հոգին։ Հալելույա։ Ամեն եւ ամեն։ Տիրոջը ծառայելը, Տիրոջը երկար ծառայելը, այսինքն ինչքան պահանջվում է Տիրոջը ծառայելը, դա շատ լավ բան է Աստծո ժողովուրդ, որովհետև Աստված է ուժ տվողը, Աստված է զորություն տվողը, մենք մեր գլխին չենք կարա մազը սպիտակ անենք կամ սև անենք, մենք մեր առողջությունը չենք կարա լավացնենք, կարող է ծայրահեղ եմ խոսում, բայց ամեն բան Աստծո ձեռքերի մեջ է։ Չկա մի բան, որ Աստծո ձեռքերի մեջ չլինի։ Եթե մենք արարիչը չենք, արարիչը ինքն է, ուրեմն բոլորը իր ձեռքերի մեջ է։ Մեր հետ կապված ամեն բան Տիրոջ ձեռքերի մեջ է Աստծո ժողովուրդ։ Ուզում եմ այս մտքով մենք միշտ գանք Տիրոջը, այս մտքով պաշտենք Տիրոջը, մեր կյանքի վատ, դժվար իրավիճակների մեջ միշտ այս հասկանանք, որ ոչ մեկից կախված չի մեր լավ լինելը, անգամ ոչ մեկից կախված չի մեր վատ լինելը։ Ես երկու կողմն էլ ասում եմ, պետք է միշտ իմանանք, որ Աստված մեր հետ է, Աստված է մեր Տերը, մեր Փրկիչը, մեզ ուղեկցողը, մեզ հանող ամեն դժվարությունների մեջից։ Ամեն։ Կուզեմ բացենք Մատթեոս ավետարան 11 գլուխ Այս թեմայի շուրջ մի քիչ քարակերտում այն օրը զրուցեցինք, խոսացինք, հիմա կուզեմ մի քիչ ավելի բովանդակ կերպով ուսումնասիրենք։ Գիտեք, մեր կյանքը Աստծո կողմից հրավեր է, Տիրոջ կողմից հրավեր է, մենք ուղղակի պատահականության արդյունք չենք Աստծո ժողովուրդ։ Գիտեք, լիքը մարդիկ այսօր հասկանում են կամ պատկերացնում են, որ պատահական բաներ կարա լինի, իսկ ես ըստ Աստծո խոսքի ասում եմ պատահական բաներ չի լինում, եթե պատահական լիներ, ուրեմն մենք պիտի անտեսված լինենք, ուրեմն պիտի ամեն մեկը սենց պատահական ծնունդներ լինենք ու Աստված մտահոգված չլիներ մեր մասին, Աստված մտածմունք չունենար մեր մասին, ուղղակի պետք է պատահականության սկզբունքով ապրող մարդիկ լինենք, սենց բան չի կարա լինի, պատահականություն չի լինում։ Տերը ասում է անգամ քեզ դեռ մոր որովայնում չառաջացած ես գիտեի քո կյանքի ապրած ամեն օրերը։ Աստված արարիչը, Աստված աստեղծողը, Աստված գիտի ամեն բան, Աստված գիտի ամեն րոպե հետո ինչ է լինելու։ Ուզում եմ կարդամ 11:27-ից կարդամ, փորձենք ժամանակի մեջ տեղավորվելով
տեսնենք Հիսուսը ինչա մեզ այսօր խորհուրդ տալիս։ Տեսեք, ասում է, ամեն բանից տրվեցավ իմ հորիցը եւ ոչ ով չի ճանաչում որդին, բայց միայն հայրը, եւ ոչ ով չի ճանաչում հորը, բայց միայն որդին, եւ ում որ որդին կամենա հայտնել։ Սա որպես վերնագիր իմ ասած Աստծո ամենակարողության մասին, Հիսուս Քրիստոսի մասին մի փոքր sense ինֆորմացիա ասեմ, հայրը եւ որդին մեկ են։ Հիսուսի արածով, չէ, մենք շնորհք ունեցանք հոր առաջ գալու։ Հիսուսի կատարած զոհով մենք որդիներ կոչվելու շնորհք ստացանք, որ հայրը մեզ անվանեց որդիներ, ճիշտ է։ Հիմա տեսեք, 2 Կորինթացիների 5:17-ում ասում է. Ուրեմն եթե 16-ից կարդանք, ուրեմն այսուհետև մենք ոչ ոգի չգիտենք մարմնի կողմանը, եւ թեև Քրիստոսին էլ գիտենք մարմնի կողմանը, այլ հիմա այլևս չգիտենք։ Ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է, նոր ստեղծված է, հները անցան, ահա ամեն բան նոր եղավ, բայց այն ամենը Աստվածանից է, որ մեզ իրան հետ հաշտեցրեց Հիսուս Քրիստոսի ձեռով եւ մեզ հաշտության պաշտոնը տվավ։ Սա էլի ինֆորմացիա, որ մենք Քրիստոսի արածով, Հիսուս Քրիստոսի արածով հաշտված ենք արդեն իսկ Աստծո հետ։ Ամեն։ Հիմա տեսեք Հիսուս Քրիստոսի ամենակարևոր հրավերներից մեկի մասին եմ ուզում խոսամ։ Շարունակում է. Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ եւ ամեն բեռնավորվածներ եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Վերջի ժամանակներն է, լավ տեսնում ենք բոլորս, որ վերջի ժամանակներում ենք ապրում։ Ամեն բան աշխարհի վրա ուղակի բառի բուն իմաստով խառնված է իրար, Աստծո ժողովուրդ։ Ամեն բան իր տեղը չի գտնում, ամեն բան կասկածի տակ է, ամեն բան մտավախություն է, ամեն բան Աստծո մարդիկ են արդեն սկսում տարածվել, այդ վախերը սկսում է Աստծո մարդկանց վրա էլ տարածվել, ինչ կլինի, ոնց կլինի, այս իրադարձությունից հետո որը կգա, իմ արդարությունը, այս դատավորը չի պահում, այս ոստիկանությունը, այս համակարգը, ամեն բան խառնվել է իրար։ Գիտեք, Հիսուսը մի հատ հրավեր է անում, ինձ մոտ եկեք ամեն հոգնածներ ու բեռնավորվածներ։ Հիմա կասեք, ընդունել ենք Տիրոջը, ժամանակին, մեր ժամանակին ընդունել ենք Աստծուն, Հիսուսին ընդունել ենք Տեր ու Փրկիչ, դավանել ենք, բերանով, ասել ենք սրտով, ընդունել ենք, հիմա փրկված ենք։ Համաձայն եմ, փրկված ենք։ Անկամ ես կասեմ, եկեղեցի գալն էլ դեռ չի նշանակում, որ մենք գնացել ենք դեպի Հիսուսին։ Ֆիզիկապես ուղղակի եկեղեցում ներկա լինելը դա նույնպես չի նշանակում, որ դեռ Քրիստոսի հետ ենք մենք կամ Քրիստոս մեր մեջ է։ Եթե այս խնդիրը չլիներ, տեսեք, Հիսուսը այս հրավերը մեզ ոչ մեկից չէր անի։ Ինձ մոտ եկեք ամեն հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Նախ ասեցինք, Հիսուսը իր կատարած գործողությունով արդեն մեղքի հարցերը լուծեց։ Իսկ այսօր թեկուզ մենք Աստծո ժողովուրդս շատ առումներով այդ բեռներ ասածը, որ մենք դեռ աշխարհից մեր հետ քաշ ենք տալիս, դա այսօր իրականություն է։ Մեղքի բեռն ենք քաշ տալի, մտահոգության բեռն ենք քաշ տալի մեր հետ, լիքը բեռներ կա, որ այսօր մեր հետ քաշ ենք տալի։ Մենք դրա համար Հիսուսը ասեց. ինձ եկեք, որ ես ձեզ ազատեմ այդ բեռներից, ինձ եկեք դեպի, որ ես ազատեմ ձեր վաստակից։ Այն ու ամենայնիվ, սենց ասեմ, մենք գործում ենք աշխարհի մեջ, թե աշխարհի մեջ են գործում, թե Տիրոջ տան մեջ են գործում, չէ։ Մեկը մենք ինչ որ մի բան անում ենք։ Տեսեք, աշխարհի մեջ ինչ որ մի բան անելը դա այն չի, որ դեռ Քրիստոսի համար ենք անում։ Այդ ամեն ինչը նկատի ունեմ, ինչը որ անում ենք
քրիստոնյայի կյանքում հոգնածություն ա բերում, բեռնվածություն ա բերում եւ սա դեռ չի նշանակում, որ մենք Քրիստոսի մոտ ենք եկել։ Այս հրավեր ուզում եմ այսօր մենք լուրջ ընդունենք, որ Տերը մեզ այսօր հրավիրում է դեպի Իրան։ Եվ ես ձեզ հանգստություն կտամ։ Ֆիլիպեցիների 4-րդ գլխում շատ լավ բան է ասում։ Չորրորդի 7-ն եմ ուզում կարդամ Ֆիլիպեցիների։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է կպահպանի ձեր սրտերն ու միտքը Քրիստոս Հիսուսում։ Տեսեք, այսօր մենք հոգևորներս խաղաղության կարիք ունենք, առավել եւս հոգևորներս, որովհետեւ Աստծուն եկածած ժամանակ պատահում է, չէ, որ զգում ես խաղաղությունդ կորել է, պատահում է, որ տեսնում ես մոտդ հոգնածություններ, ծառայության ընդհանրապես չես ձգտում, ոչ մի բանի մեջ չես դեպի Տերը քեզ ոչ մի բան չի քաշում, բայց այսօր Տերը ասում է իմ մոտ եկեք ամեն հոգնածներ, բեռնավորվածներ։ Գիտեք, Տիրոջ գալը դեռ չի նշանակում բերանով Տեր դավանել ու սրտի մեջ հավատալ։ Տիրոջ գալը նշանակում է, որ գնալ դեպի Իրան աղոթքի միջոցով, կարդալու միջոցով, ամեն օրվա հաղորդակցության միջոցով։ Սենց եմ ես հասկանում Տիրոջ գալը։ Հովհաննես ավետարանի 14 գլխի 27-ի մեջ ասում է. Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալի ձեզ, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, ես տալիս եմ ձեզ, ձեր սիրտը չխռովի եւ չվախենա։ Եթե մենք մեր կյանքում իրոք զգում ենք, որ տագնապներ ունենք, զգում ենք, որ իրոք անխաղաղություն ունենք, հեսա ես կգամ աստիճանաբար կհասնեմ դրա հետևանքին, թե ինչից է այդ հետևանքը դա առաջանում քրիստոնյաներիս մոտ։ Ունենում ենք լիքը տագնապներ, ունենում ենք լիքը մտահոգություններ, մտավախություններ, ունենում ենք նաև ստրեսային վիճակներ, ունենում են քրիստոնյաները նաև նևրոզային վիճակներ, որը ի սկզբանե Աստված մեզ դա չի տվել, որ մենք անհանգստանանք, ներվայնանանք եւ բորբոքվենք լիքը բաներից։ Բայց այսօր քրիստոնյաների մեջ փորձեք տեսեք լիքը նևրոզով տառապող մարդիկ գոյություն ունեն։ Ուզում եմ հասկանանք, սա ինչի պակասություն է։ Կարանք ասենք եկեղեցի են գալի, կարանք ասենք։ Եկեղեցի գալացող ես շատ մարդիկ գիտեմ, վերջի աստիճանի, վերջի ստադիայի նևրոզով են տառապում։ Ես ինքս էլ եմ նևրոզով տառապել շատ ուժեղ ժամանակին, բայց փառք Տիրոջը, որ ինձ բժշկել է Տերը։ Մինչև իսկ արդեն հոգեբուժների մոտ։ Ու դա ես լավ հասկանում եմ, ինչի պակասություն է մարդու կյանքի մեջ։ Ու գիտեք, դա երբ վերացավ, երբ որ ես սկսեցի Աստծուն ծառայել։ Տիրոջը եկեք։ Տիրոջ հրավերը էսա։ Հիսուսը գիտի, որ մենակ եկեղեցում գալ նստելով չի Աստծո ժողովուրդ։ Խաղաղությունը չես ունենա դու։ Հետո գիտեք, որ մենք չենք բավարարվում, այդ խաղաղությունը չենք ստանում, սկսում ենք այլ վայրերում մանգալ այդ խաղաղությունը։ Մարդիկ ման են գալի խմիչքի մեջ այդ խաղաղությունը, մարդիկ ման են գալի ուրիշ մեկի մոտ այդ խաղաղությունը։ Այս խաղաղություն ասածը Աստծո խաղաղությունն է, որը նման չի Աստծո աշխարհի խաղաղությանը։ Հիսուս ասեց. «Իմ խաղաղությունը թողնում եմ ձեզ» ու շեշտեց, ոչ թե աշխարհի նման է իմ խաղաղությունը, այլ իմ խաղաղությունը լրիվ ուրիշ խաղաղություն է։ Ու ավելացրեց. «Թող ձեր սրտերը չխռովեն ու չվախենաք»։ Միթե սա քաջալերող խաղաղություն չի, միթե սա յուրահատուկ խաղաղություն չի։ Գործք առաքելոցի մեջ, կարծեմ 12-րդ գլխի մեջ, երբ որ Հակոբոսին սպանում են թրով, տենց իրավիճակ կա։ Պետրոսին էլ ձերբակալում են։ Մի հատ պահ է ուղղակի այնտեղ ինձ հետաքրքիր։ Գիտեք Պետրոսին ինչ ձև են ձերբակալում,
4 ախրանայով ամենա այն գուբի մեջ են ձերբակալում Պետրոս Առաքյալին։ Ուրեմն երկու սենց ախրանա, սենց ասեմ, շղթաներով Պետրոսի մեկը մի ձեռիցա կապած ու են մի ախրանայինա, մի կողմից էս մի ախրանանա կապած, մյուս ձեռը Պետրոսին ու գտնվում են ամենավատ մութ տեղում, որ պահեն ոնց որ աշխարհի են ամենա եսիմ ինչ կիլլեր հանցագործ։ Այսինքն մի հատ վիճակ կա, գումարած երկու հոգի էլ Պետրոսի բանտախցի դուրն են պահում, էլ չասեմ արդեն մնացած այդ միջանցքներով միջև մուտք դուրս գալը քանի ախրանա կանգնած։ Այս պատմությունը բոլորդ գիտեք։ Սա գիտեք ինչի մասին եմ խոսում, Տիրոջ խաղաղության մասին եմ խոսում, որ Տիրոջ խաղաղությունը այն աստիճանա, որ վախ գոյություն չունի։ Ուշադիր եղեք, Պետրոս Առաքյալը ընենցա քնած, որ երբևիցե այդձև քնած չի։ Տեսարանը տենց է նկարագրում։ Ասեմ ոնց Ընենց լավ է քնած, որ անգամ հրեշտակը գալիս է բզում է Պետրոս Առաքյալին, ասում է վեր կաց։ Պատկերացնում եք։ Մարդ, ով բռնված է ամեն վատ ձևի կալանավորված է, շղթաներով կողքը անմիջապես մարդիկ ու էլ մնացածը չասեմ, մարդը ընենց արխային է քնած, բայց գիտեք ինչի էին ձերբակալել, որ առավոտ սպանեին։ Որովհետև այդտեղ գրած է Հերովդեսը, երբ որ տեսա, որ Հակոբոսին սպանեց, ժողովրդի դուրը եկավ, այս ամեն ինչը, Պետրոսին էլ ձեռքցեց, որտեվ ասեց բաղարջակերած տոնն է, ոնց որ Հիսուսին, չէ, այդ տոնի արդի, որ ժողովրդի մեջ գշտություն, սենց ինչ որ տոնը չհարամեն, ոչ մի բան չարեցին, ասին տարեք լավ պահեք, այս տոնը կանցնի, հաջորդ օրը կսպանենք, որովհետև տեսել էր, որ ժողովրդի հրյաների դուրը գալիս էր, որ Աստծո մարդկանց թրատում, սպանում էին, գլխատում էին։ Մենք այսօր չենք ապրում այդ դարաշրջանը։ Մենք այսօր Պետրոսի նման ամենախոր տեղում կալանավորված չենք ու մեզ վաղը առավոտ մահապատիժ չի սպառնում Աստծո ժողովուրդ։ Բայց եկեք խոստովանենք, այսօր ես ու դու ավելի շատ նևրոզային, ավելի շատ մտահոգված բաներ ունենք, քան թե այդ պահին Պետրոս Առաքյալը։ Որովհետև հրեշտակը իրան բրթում էր, ասում է վեր կաց, պատկերացրեք ընենց լավ անուշ էր քնած, որ ինքը վերակաց է, շղթաները ընկելա ձեռից, հələ իրան ճանապարհում է, քնածների վրայով անցնելով գնում է, հանում է բանտից դուրս, Պետրոս Առաքյալը գիտի երազ է տենում։ Գրած է, կարդացեք 12-րդ գլխում։ Նոր այն ժամանակ, երբ որ հրեշտակը արդեն կորում է, նոր զարթնում է գիտակցության է գալիս, հասկանում է, որ էսի երազ չէր, հասկանում է, որ սա իրականություն էր։ Իսկ մենք ունենք այս վստահությունը, ունենք այս ոչ մտահոգությունը դեպի Աստված, որ Աստված մեզ ցանկացած իրավիճակից կարա հանի։ Իսկ 10 դրամ գրպաններիցս պակասում է, կամ մի տեղը սկսում է ցավալ, մենք աշխարհի նման խառնվում ենք իրար, թե մեր հետ ինչ պետք է լինի, թե մեր վերջը ինչ պետք է լինի, երկիրը խառնվեց, թե գործերս վատացավ։ Հա ես այսօր գործ չունեմ, բայց փառք Աստծուն։ Իմ գործի մեջ լիքը, իմ ոլորտի մեջ լիքը փոփոխություններ ա եղել, ես այսօր չունեմ գործը, բայց ինչ անեմ, այսինքն այդ գործով եմ ես ծնվել, չէ, Աստված է ինձ լույս աշխարհ բերե, Աստված էլ իմ կարիքները կհոգա, Աստված գիտի ոնց կանի։ Ես եթե ընկնեմ դեպրեսիաների մեջ, եթե ընկնենք մտահոգությունների մեջ, հավատա, այդ ոչ մի բան լավ բանի քեզ չի տանելու, ինձ չի տանելու։ Ինչքան ուզում ես ընկի մտահոգության, վախերի մեջ, անհանգստությունների մեջ, քեզ ոչ մի բան չի օգնելու, վատն է գնալու, ես ասեմ ավելին։ Հիսուսը հրավեր անում, իմ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Շարունակենք։ Ձեզ վրա առեք իմ լուծը եւ ինձանից սովորեք։ Ես այս փոքր նախադասությունը բաժանել եմ 3 կետի։ Առաջինը գնալ Հիսուսի մոտ, ինձ մոտ եկեք։ Երկրորդը Քրիստոսի լուծը վերցնենք, մասնակից լինենք Քրիստոսի
գործերին եւ երրորդը սովորենք Քրիստոսից, որտեվ ինքը ստեղ այս 3 կետով հրավեր է անում մեզ։ Երկրորդը, որ խոսացինք, իմ լուծը վերցրեք։ Սա շատ այսօր մեր քրիստոնյաների թույլ կետն է, ահավոր թույլ կետն է։ Ծառայության լուծը կա չէ, գրած է ասում է դուք Սուրբ Հոգու գործակիցներն եք։ Աստված մեզ դարձրեց որդիներ, Աստված դարձրեց մեզանից յուրաքանչյուրին իր գործի մասնակիցներ։ Բայց այսօր մենք այդ լուծը չենք վերցնում, Աստծո ժողովուրդ։ Լծակից չենք լինում Քրիստոսին։ Ու ես ասեմ, չծառայելը արդեն իսկ բերում է լիքը կյանքում մեր կորուստների։ Համաձայն եք, թե չէ։ Եթե համաձայն եք, մի հատ է բան կարդամ։ Մաղաքիայից եմ ուզում կարդամ։ Տասնվեցը եկեք մի հատ կարդամ 3-րդ գլխի։ Այն ժամանակ խոսեցին Տերից վախեցողները իրար հետ, եւ Տերը ականջ դրավ ու լսեց, եւ հիշատակի գիր գրվեցավ նրա առաջին Տերիցը վախեցողների համար, եւ նրա անունը պատվական համարողների համար։ Եվ նրանք իմը կլինեն, ասում է զորած Տերը, այն օրը, որ ես կանեմ իմ սեփականությունը, եւ ես նրանց կխնայեմ ինչպես մի մարդ իր որդիին կխնայի, որ ծառայում է իրան։ Եվ դուք ետ կդառնաք եւ կտեսնեք արդարի ու ամբարշտի տարբերությունը, Աստծո ծառայություն անողի եւ ծառայություն չանողի տարբերությունը։ Իսկ եթե մի քիչ ավելի գնանք վերև, լավ գիտենք 3-րդ գլուխը 10-րդի հետ կապված, ճիշտ է, որ Տերը ասում է 10-րդը տվեք ու փորձեք, ու 11 խոսք ասում է, եւ ես պիտի կշտամբեմ ձեզ համար ուտողին, որ նա չափականի ձեզ համար երկրի արդյունքը, եւ ձեզ համար անպտուղ չլինի որդը այգում, ասում է զորած Տերը։ Եվ ձեզ պիտի երանեն բոլոր ազգերը, որովհետեւ դուք պիտի ցանկալի երկիր լինեք, ասում է զորած Տերը։ Ձեր խոսքերը ծանր են ինձ դեմ, ասում է Տերը, բայց դուք ասում եք, մենք ինչ ենք խոսում քեզ դեմ։ Դուք ասում եք, դատարկ է Աստծո ծառայելը։ Եվ ինչ օգուտ, որ մենք նրա պահպանությունները պահել ենք եւ սուգով վարվեցանք զորած Տիրոջ առաջին։ Ով են ասում։ Մեր օրերգանք քրիստոնյաներս։ Ոչ են կանգնում, ասում բեմից, իզուր ես ծառայեցի, իզուր ընկա այս ամեն ինչի մեջ։ Տունը ծածուկում ես իմ սրտի մեջ եմ ասում, երբ որ իրավիճակներ է գալի, ես տունը ասում եմ, ինչի մտա այս ամեն ինչի մեջ, ինչի մտա այս ծառայության մեջ։ Նորից էլի ավելի խորը գնանք։ Երբ որ մարդ պետք է գա Քրիստոսին ծառայի, ինչի համար սկզբից ասեցի, աննպատակ բաներ Աստված չի անում։ Եթե աննպատակ լիներ, Քրիստոսը զոհաբերություն չեր անի իր անձը, իր մարմինը, մենք էլ աննպատակ փրկվողներ չենք լինի։ Նպատակը մեկն էր, զոհաբերություն, դեռ խի գրած չէր, կատարված չէր։ Միջև զոհաբերությունը, միջև Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը, միջև մահը չեղավ խաչի վրա, չգրվեց կատարված ամեն բան։ Երբ որ մենք քրիստոնյաներս որոշում ենք գնանք ծառայենք Աստծուն, երբ որ որոշում ենք մտնենք Տիրոջ լծի տակ, քեզանից ու ինձանից պահանջվելու է համար առաջին զոհաբերության կյանք։ Իսկ այսօր գիտեք, լիքը մարդիկ ինչի համար չեն մտնում զոհաբանի մեջ, ծառայության մեջ, լծի տակ չեն մտնում։ Համար առաջի ֆինանսական զոհաբերությունների պատճառով, համար առաջի իրանց ժամանակը չթողնելու պատճառով, իրանց սիրած զբաղմունքները չթողնելու պատճառով, այսօր լիքը քրիստոնյաներ չեն մտնում Քրիստոսի լծի տակ, բայց եկեղեցի են գալի։ Սա տրագեդիա է այսօր մեր իրականության մեջ, Աստծո ժողովուրդ։
Սա Քրիստոսի կողմից անձամբ հրավերա, պատվերա իմ լուծը վերցրա եւ իմ բեռը վերցրու։ Լուծս քաղցրա, բեռս թեթևա։ Չէ՞։ Ղուկաս ավետարանի մեջ 9-րդ գլխի 57 համարից եթե կարդանք, որ բոլորը չկարդամ, 3 տարբերակ է նշում, որը այսօրվա մեջ մեզ իրականություն է։ Կամ եկեք կարդանք, խնդիր չկա, լավ, շուշուտ կանցնենք։ Եվ եղավ, որ նրանք գնալիս ճանապարհին մի մարդ նրան ասեց. ես քո հետևից կգամ որտեղ որ գնաս, Տեր։ Սա հիմա ես խոսում եմ մի հատ այն բաժնի մասին, ովքեր պայմաններով որոշել են հետևեն Հիսուս Քրիստոսին։ Առուծախ անելով որոշել են հետևեն Քրիստոսին։ Սակարկումներով որոշել են հետևեն Քրիստոսին, բայց սենց բան չի լինում։ Հիսուսն էլ նրան ասեց. աղվեսները որջեր ունեն եւ երկնքի թռչունները բույներ, բայց մարդի որդին տեղ չունի, որ գլուխը դնի, կարճ կոնկրետ։ Գիտեք, Քրիստոսի լծի տակ մտնելը դա որոշում է առաջին հերթին։ Ու այդ որոշումը գալիս է բոլոր մտքերը, բոլոր քո կյանքի վերսիաները, հնարավորությունները հաշվի առնելով։ Ես պիտի զոհաբերեմ, բայց այսօր մարդիկ 1000 դրամ չեն ուզում տան, որ գան եկեղեցի։ Ինչ զոհաբերելու մասին է խոսքը, Աստծո ժողովուրդ։ Ինչ Քրիստոսի լուծը կրելու մասին է խոսքը։ Ոստեղից մենք տենում ենք Աստված գործ ունի անելու, Աստված Իրան ինչ որ առումով մենակ է զգում եւ Աստված հրավեր անում ինձ ու քեզ։ Հավատում եք դες բանի։ Ես հավատում եմ։ Աստված ինքը հիմա լուծի տակ է, որ փրկի ժողովրդին, որ մարդկությանը փրկի, ինչքան հնարավոր լինի փրկի։ Աստված այդ լուծը ունի հիմա։ Եթե չունենար Հիսուսը չէր ասի. վերցրեք իմ լուծը, այսինքն կա այդ լուծը, արդեն կա այդ լուծը։ Հիմա ես ու դու պետք է որոշենք, վերցնում ենք այդ լուծը, թե չենք վերցնում, որովհետև գրած է, երկու տիրոջ չես կարա ծառայես, մամոնային եւ Աստծուն։ Մամոնան դա նյութականի ոգին է, դևն է, որ այսօր լիքը քրիստոնյաներ բռնել են մամոնայի ճանապարհը, աշխատանքից ճանապարհը, մեր հաճույքները վայելելու ճանապարհը բռնել ենք